Այսպիսով ողջունում եմ ձեզ իմ HTML-ի կուրսում, կապի մեջ է Գասպար Գալենտերյանը և առաջինը, որ մեզ հարկավոր է իմանալ, դա այն է, թե ընդհանրապես ինչ է HTML-ը, հիպերտեքստի նշագրման լեզու, այլ կերպ ասած HTML-ը ցանկացած վեբկայքի հիմքն է։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք այս ամենը, դիտենք համացանցի պարզեցված մեխանիզմը, հասկանանք, թե ընդհանրապես ինչպես է աշխատում համացանցը։ Սա համացանցի պարզեցված մոդելն է։ Ընդհանուր առմամբ համացանցը բաղկացած է միլիոնավոր համակարգիչներից, եթե ոչ միլիարդ։ Այդ բոլոր համակարգիչները միացված են իրար եւ միասին կազմում են համացանցը։ Այդ համակարգիչներին այլ կերպ ասում են նաեւ սերվեր, ու յուրաքանչյուր համակարգիչ ունի իր ունիկալ IP հասցեն։ Կան նաեւ օգնական սերվերներ, որոնք այլ կերպ կոչվում են նաեւ DNS սերվերներ եւ ինչում ներկայանում նրանց դերը։ Սովորաբար, երբ որ մենք այցելում ենք համացանց, ինտերնետ, մեր համակարգիչներից նոթբուք կամ պլանշետ կամ սմարթֆոն կապ չունի։ Ինչը տեղի ունենում այս ժամանակ։ Ենթադրենք մենք հավաքում ենք ինչ-որ վեբկայքի հասցե, օրինակ facebook.com կամ youtube.com, տեղի ունենում հարցում DNS սերվերին։ Թե որ DNS սերվերին հարցումը տեղի կունենա, կախված է ձեր ինտերնետ պրովայդերից։ Ենթադրենք օրինակի համար մենք այցելում ենք weber.am, սա իմ կայքն է եւ հետագայում այս կայքի հիման վրա մենք կդիտարկենք մի շարք օրինակներ։ Ինչ է տեղի ունենում այս ժամանակ։ Հարցում է կատարվում DNS սերվերին, այնուհետև DNS սերվերը իր տվյալների բազայում փնտրում է թե weber.am հասցեն, որ IP-ի տակ է գրանցված, որ IP հասցեին է պատկանում, փնտրում է այդ IP հասցեն, այդ IP հասցե ունեցող համակարգիչը համացանցում։ Ենթադրենք գտնում է այն IP հասցեն 192.168.24.4 եւ մեզ տեղափոխում է այդ IP հասցեով։ Այսինքն ընդհանուր առմամբ համացանցում այս վեբ կայքի հասցեները, որոնք մենք հավաքում ենք, DNS սերվերներում գրանցված են դրանք, կցված են համապատասխան IP հասցեին եւ իրականում այդքան էական դեր չեն խաղում։ Համացանցում ամեն ինչ կառուցված է IP հասցեների հիման վրա։ Եվ գտնելուց հետո ինչ է տեղի ունենում։ Այդ սերվերից վերադարձվում է մեզ արդյունքը, վեբկայքի տեսքը, որը մենք արդեն տեսնում ենք վեբկայքը այցելելուց հետո HTML-ի եւ CSS-ի միջոցով։ Այդտեղ կարող է լինել նաեւ պատկեր։ Սա ամբողջ մեխանիզմն է, թե ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ մենք հավաքում ենք մեր բրաուզերում ինչ-որ վեբկայքի հասցե։ Դինամիկ աշխատող վեբկայքերի ժամանակ կարող է նաև այդ սերվերում գեներացվեն տվյալները, օրինակ PHP-ի միջոցով, եւ տվյալների բազայից ինչ-որ տվյալներ վերցվեն, այնուհետև վերածվեն դրանք HTML-ի եւ CSS-ի եւ մենք տեսնենք արդյունքը բրաուզերում։ Այսինքն ցանկացած վեբկայք մենք տեսնում ենք HTML-ի եւ CSS-ի միջոցով։ Օրինակ, եթե ես այժմ այցելեմ weber.am վեբկայք եւ այստեղ մենք տեսնում ենք մենյու, մենք տեսնում ենք ինչ-որ պատկեր, տեքստ եւ այլն։ Այս ամբողջը մեզ հասնում է HTML-ի եւ CSS-ի միջոցով։ Դրանում համոզվելու համար մենք կարող ենք այստեղ պարզապես սեղմել աչք-կլիկ, inspect element եւ այստեղ ընդհանուր առմամբ պատկերվում է ողջ HTML կոդը։ Այս ամենը ինչը որ տեսնում եք, սա հենց HTML կոդն է։ Օրինակ, այս դեպքում, երբ հարցումը կատարվեց սերվերին, այստեղ նաև գեներացվեցին տվյալները PHP միջոցով, տվյալների բազայից որոշակի տվյալներ վերցվեցին, դրանք վերարտադրվեցին, դարձան HTML եւ CSS, ավելի պարզ ձևով ասած, եւ փոխանցվեցին մեզ, արդյունքում մենք տեսանք մեր վեբկայքը։ Այստեղ կա տեքստ, պատկեր եւ այլն։ Եվ դրանք ամբողջությամբ մեզ հասան HTML-ի եւ CSS-ի միջոցով։ Ընդհանուր առմամբ HTML-ը դա էջի կառուցվածքն է, իսկ CSS-ը արտաքին տեսքը։ Ընթացքում դա ավելի լավ կպատկերացնեք։ Օրինակի համար, եթե մենք դիտարկենք այսպիսի մի վեբկայք, ուշադրություն դարձրեք ձախ կողմում պատկերվում է վեբկայքը միայն HTML-ի միջոցով, իսկ աջ կողմում վեբկայքը պատկերվում է եւ HTML-ի եւ CSS-ի միջոցով։ Օրինակ, եթե CSS ոճային կանոններ ընդհանրապես չգրվեն, կայքը կունենա այսպիսի տեսք։ Իսկ CSS ոճային կանոններ գրելու դեպքում, այսինքն երբ որ կա կոնկրետ ոճային աղյուսակ, CSS ոճային աղյուսակ եւ այնտեղ գրված են որոշակի կանոններ, որոնք պատասխանատու են կայքի արտաքին տեսքի համար, մենք ունենում ենք այսպիսի արդյունք։ Նույն այս սուրճի բաժակը, այն գտնվում է այստեղ, նույն այս լոգոն
ունի այսպիսի տեսք, բայց CSS-ի միջոցով այն պատկերվում է այսպես։ Այս տեքստը, եթե ուշադրություն դարձնեք, CSS-ի միջոցով այն պատկերվում է այսպես, իսկ HTML-ում այն ունի այսպիսի տեսք։ Այստեղից մենք հասկացանք, որ HTML-ը դա ցանկացած վեբ կայքի հիմքն է, իսկ CSS-ը դա արդեն արտաքին տեսքի համար պատասխանատու ոճային աղյուսակներն են։ Հաջորդը, որ կցանկանայի նշել, հետևյալն է. Make things as simple as possible, but no simpler. Ալբերտ Էյնշտեյն, այսինքն միտքը կայանում է նրանում, որպեսզի ցանկացած բան ինչ որ անում ենք, դարձնենք մաքսիմալ հեշտ մեր գործը, մեր աշխատանքը, բայց ոչ շատ հեշտ։ Ու հետևաբար այս կուրսի ընթացքում մենք չենք սովորի բոլոր HTML թեգերը, մենք կսովորենք միայն ամենահաճախ օգտագործվող, ամենաբազային թեգերը, որոնք անհրաժեշտ են մեզ վեբկայք պատրաստելու համար։ Իհարկե, որպես տեղեկատու կարող ենք օգտվել Weber.am վեբկայքից, այնտեղ բոլոր HTML թեգերն առկա են իրենց օրինակներով և հայերեն բացատրություններով։ Այս սկզբունքը կիրառելի է նաև տարբեր բնագավառներում, օրինակ բիզնեսում և այլն։ Նույն այս սկզբունքով մենք կսովորենք HTML-ը և կսովորենք HTML5 մոտեցումով։ HTML5-ը դա 5-րդ թարմացումն է, վերջին, արդեն 2014 թվականից այն կիրառվում է վեբկայքերի պատրաստման ոլորտում և մեր կուրսը կլինի HTML5 մոտեցումով։ Եվ հաջորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա անհրաժեշտ ծրագրային ապահովումն է։ Իրականում դա ոչ թե կարելի է օգտագործել, այլ անհրաժեշտ է, բայց շատերը, առավել ևս սկսնակները թույլ են տալիս սխալ, երբ տեղադրում են բավականին ծավալուն և բազմաֆունկցիոնալ ծրագրային ապահովում։ Դա իրականում ճիշտ լուծում չէ, որովհետև ընթացքում կարելի է բախվել մի շարք խնդիրների հետ առանց գիտակցելու և այլն։ Մենք կօգտագործենք ծրագրային ապահովում, բայց ոչ ծավալուն և բարդ օգտագործման համար ծրագիր, այլ պարզ ծրագիր հետագա ուսման ընթացքում։ Հաջորդ վիդեոից արդեն կտեղադրենք ծրագրային ապահովում և կսկսենք սովորել HTML-ը։